Liquidity չկա, այսինքն փող չկա շուկայում, իսկ գործող ֆինանսական համակարգը ու ընդհանուր արժեթղթերի շուկան ոնց որ կախվածություն ունենա նոր փողից, էժան փողից կախվածություն ունի։ Իրանք սիրում են, որ կենտրոնական բանկերը ցածր տոկոսադրույք են ունենում, որ ավելի հեշտ լինի նոր փողեր ներգրավել, իսկ նոր փող ներգրավելը նշանակում է նոր փող տպել ու ներգրավել վարկերի միջոցով, որը սնուցում է արդեն այն մյուս արժեթղթերի շուկան, գույքի շուկան եւ այլն, որոնք որ տենց լոկալ փուչիկներ են դառնում, որ հենց ինֆլյացիան շատ է բարձրանում, կենտրոնական բանկը ասում է, չէ, պետք է պաշտպանել ինֆլյացիայից ու տոկոսադրույքը բարձրացնել, փողը թանկացնել, այն շուկաները պայթում են, չեն դիմանում, որտեղ իրանք այդ նոր փողի վրա են նստած, դրանից են կախված։ Ու հիմա հենց այդ պահն է, որ Ամերիկայի կենտրոնական բանկը հələ չի հաղթահարել ինֆլյացիայի հարցը, չի ուզում իջացնի տոկոսադրույքը, իսկ մյուս շուկաները արդեն պայթում են, չեն դիմանում։ Ասում են, մեզ փող է պետք, liquidity է պետք, cash է պետք, ու դրա արդյունքում չդիմանալով ինչ որ ընկերությունները բանկրոտ են գնում։